Ողջույն ժողովուրդ ջան, ողջույն հարգանքներս բոլորիդ, ուսամ լավ եք, ես առաջարկում եմ մի փոքր զրուցենք, իսկ զրուցելու բաներ կան, ես հասկանում եմ ամեն մեկս ապրում ենք մեր առօրյայով, մեր կենցաղով, ունենք բոլորս էլ հազար տեսակ մտածելու բաներ, բայց չի կարելի բաց թողնել նաև այն ամեն ինչը, ինչ վերաբերվում է մեր պետությանը ու մեր ճակատագրին նույնպես։ Գիտեք, տարիներ շարունակ խոսքեր են պտտվել, այ պետությունը մենք ընկալել ենք որպես օտար մարմին, տարիներ շարունակ, ասենք պետությունից կարելի է գողանալ, թալանել, կարելի է մտնել պետական գործի առանց աշխատավարձինալու, որ մի բան կողքից կպցնել։ Այս ամեն ինչը տարիներով այնքան երկար է եղել, որ մենք օտարել ենք մեզանից պետությանը, նրան վերաբերվելով որպես մի մեզ հետ կապ չունեցող մարմին։ Եվ այդ դաստիարակությունը ցավոք սրտի իր ամենակեղտոտ ձևերով ազդել է բոլորիս վրա, բոլորիս։ Մեկի վրա մի քիչ շատ, մյուսի վրա մի քիչ քիչ, բայց ուզենք թե չուզենք անդրադարձել է։ Հիմա եթե մարդիկ կան, այս եթերը դիտելուց այս վերջերս իմիջայլուց ասեմ, հեսա կանդրադառնամ Քոչարյանի այդ ոդքասթում երկու հատ ապուշություն, առանձնակ ապուշություններ ասում, բայց այս երկու հատ փաստեր են, էլի, եւ ունեցել են իրենց սուր հետևանքները կոնկրետ, ու ելի մի քանի բանից խոսել ենք։ Բայց այս մինչ այդ ամեն ինչին անդրադառնալը ասեմ հետեւյալը, որ շատ շատերը, ինչպես 2021 թվականներին գրոհում էին իմ անվան, իմ ընտանիքի, իմ բարոյական նորմերի, իմ իմիջի վրա, կամ ասենք ես երբ որ մի բան խոսում էի, այլ կերպ էին մեկնաբանում իրենց էջերում տարածում, ոմանք հասկանալով, ոմանք չորով չհասկանալով, այնուամենայնիվ ասեմ, որ ինչ որ պահի մեղմացել էր ամեն բան։ Բայց ժողովուրդ ջան, ես ասում եմ, որպեսզի ուշադիր լինեք ու չտրվեք դրանց, այս կլինի արդեն մի 1-2 ամիս դարձյալ նույն խոսույթով, նույն ռազմավարությամբ նրանք ի հայտ են եկել եւ բնականաբար աշխատում են նույն ուղղությամբ, կոտրել իմ մասով կոնկրետ ահագին բաներ, որովհետեւ գիտեն, որ մեծ լսարանը, բացի լսարանը, նաեւ այն իրանց իմացած հեշտ վարի գնացողներից չենք, ուստի շատ չոր են տրամադրված, գումարած հաղորդումներ կա ու մարդիկ դիտում են ու տեսնում են, թե որտեղ ով ում է գցում, դրա համար կատաղել են նորից ու ընկել են ջանիս։ Ասեմ, որ նույն հին հարցերն են տալիս, լավ կանեք գնաք ռազմավարություն մշակեք, ես երբ ինչ խոսել եմ այս 5 տարվա մեջ, չեմ կարող մոռացած լինել, եւ որպեսզի կարողանան մարդկանց մոտ ավելի էֆեկտիվ աշխատել, ստեր են տարածում կեղծիքներ, որոնց նույնպես կանդրադառնամ, այդ սուտ ու կեղծիք տարածողները դեռ ջանդամ, բայց ովքեր որ գտնում են իմ ընտանիքին, ես ձեր սաղի ընտանիքը, չգիտեմ ոնց ասեմ, պարզապես ինչ թույլ չեմ տա կեղտոտ բառեր, բայց դուք գիտեք ես ինչ եմ ասում, այդ դրանց։ Հիմա նայեք, բայց հեսա օրինակներով էլ կանդրադառնամ, հա, կշարունակվի, բնականաբար կշարունակվի, ինչ են ասում են, այս ամեն ինչը որ վերջ, այս էլ որերորդ, գիտեք, 1000 հատ երևի արդեն։ Բանը, որ Նիկոլը չլինի, դու ոնց ես դուրս գալու փողոց։ Ուրեմն, այսպես բան խոսացողներին ասեմ, այ տուֆտեք, գնելը վեշնի, երբ որ փողոցա դուրս եկել Նիկոլը չի եղել, գնելը փողոցում ոնց ապրելա, դուք չեք ապրել, գնելը փողոցներով ոնց քայլելա, դուք ավտոյի տակ եք ընկել, այ օլուխներ։ Вообще գնելի այդ գործը գնել Նիկոլը կլինի թե չի լինի, մի բան հաստատ է։ Պետությունը ժողովրդին է արդեն պատկանում, հաստատ ձերը չի լինելու։ Դուք եթե կլինեք պետության մասնիկ, կլինի նաև ձերը։ Չէ, դավե փախա կստուց, տենց է ձևը, հասկացա՞ կարա։ Գնելը ոնց ապրել, տենց էլ ապրելու է։ Գնելը ինքը իր գործերով։ Նենց որ անկապ բաներ այնտեղ կտրտած վիդեոներ վերցնել, դնել, բանից կտրված, եկեք այդ տոֆտությունները տավտալոգիայով ձեր ընտանիքի անդամներին խաբեք, ձեր հետևորդներին, որ այ տեսեք, հանկարծ գնել ինչ լսեք, որովհետև տեսեք ինքը այս դե իջո մի հատ sense բան։ Եղավ, դնելուց դուխ ունեք, տղա եք, սաղ ծերից ծեր դրեք։ Այսրան հլա անդրադառնալու եմ, բայց ժողովուրդ ջան, եկեք գնանք մեր հլը ճամփով մի հատ տեսնենք ինչ ենք խոսում, ինչից ենք խոսում նոր։ Ուրեմն Քոչարյան Ռոբերտը ոդքասթի հյուրա գնացել ու մտքով կանցներ, առասարակ Սերժը ոդքասթա գնում, Քոչարյանը ոդքասթա գնում։ Երևի նախապես էլի պատրաստված, տրամադրված գնացել են։ Հիմա ես ուղիղ բան եմ ասում, դուխ ունեք, արա եկեք այդ հաղորդմանը։ Տեսեք արդեն սենց եմ խոսում։ Ես գիտեմ որ հիմա արդեն երբ որ սենց եմ ասում, էլ չեք գա։ Քանի որ մինչև այսօր խնդրանքն եք մերժել նորմալ մարգենացել եմ, խնդրում եմ եկեք։ Չեք եկել, ուրեմն դուք չեք էլ գալու։ Դրանք դուք դուխ չունեցաք այս 5 տարվա մեջ, գոնե մի անգամ գալիմ հաղորդմանը յուր։ Իսկ այն չափիչներին ասեմ հետեւյալը, այդ տզուկներ, դուք էլ ձեր սախ կյանքով 5 տարի, 6 տարի դուխ չունեցաք գակին ստենալու, մնաց հիմա գաք տենալ։ Իսկ այդ տենալու մասին էլի խոսանք, հիմա հելը Քոչարյանից ենք խոսում, իզնից վերջում խոսենք։ Ուրեմն նայեք ինչ ասում, սրան ուշադրություն դարձեք, մարդը նստել պրեզնատա գալիս, մարդը դրել խոստովանում է, ասում է, մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը, մեծ քաղաքականություն ոդքասթի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը, մեծ քաղաքականություն ոդքասթ, մեծ քաղաքականությունը Քոչարյանի ղեկտարել, նա ու քաղաքականությունն ու մեծն ու
Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար, նույնիսկ որոշ չափով մանշացնելով ինքներս մեզ։ Մեր ջանքերը փողոցային պայքարը լավ պայմաններ է ստեղծել իշխանափոխության համար, որոշ չափով մեր մաշեցման գնով։ Հիմա նրանք, ովքեր որ զգացմունքայինորեն ընկած են, բայ Արարատ սարը ինչու պեչատի վրից հանեցիկից, մինչև բան, ասենք, ով մեր հայրենիքը, սրանք հանձնում են մաս-մաս։ Ուրեմն ասեմ, այդ ամբողջ ծրագրի մասը եղել այդ դուրակներ, ձեզ ոնց բացատրեմ արա։ Ոնց այդ ընթացքում բացատրելու հիմնավորեն ապացուցել եմ, այտենց էլ ինքը մնում է։ Սրանց հեշտ մի տեղին չի եղել, ոչ Ղարաբաղը, ոչ Հայաստանը, ոչ ժողովուրդը, ոչ ժողովրդի թոշակը, առողջությունը, լույսը, ջուրը, գազը, ոչ մի բանը բացարձակ արա։ Ոնց դες բացատրենք, այդ ամեն ինչը եղել է իրանց ծրագիրը, ընդամենը իրանց ծրագիրը։ Այսինքն ծրագիրը դրած է սենց, ծրագիրը ասելով ինչ ենք հասկանում, մի հատ գրիչ կա, Արաջան, մի հատ գրիչ տուրերը խնդրում եմ։ Ծրագիրը դրած է սենց, աղբեր ջան, պիտի մաշացնենք, ոնց ենք մաշացնում։ Մի միլիարդ հատ մուտիլով կա, ինչ կա, չկա, քանի հատ հեռուստաալիք ունենք, ասում եմ մի 20 հատ, ուրեմն այդ 20 հատից բացի քանի հատ կայք ունենք, մի 50 հատ։ Իմիջայլոց հատ, այն բուտկի անժիկներ, Խոստովան է որ 45 հատ մենակ կայք։ Քանի հատ ֆեյք ունենք, արա ինչքան ուզես ցավը տանեմ, փողին մունակ։ Ուրեմն այս ամեն ինչը ամենօրյա բանով, ռեժիմով պիտի ցանկացած թեման կեղտոտ ձևով սևացնելով, մանիպուլացնելով գցեն դաշտ։ Ինչ ենք անում։ Թոշակ են բարձրացնում։ Всё, это ինտրակաշարք է։ Ինչ են անում, սահմանազատում, всё հողերն է հանձնում։ Ինչ են անում, Արցախում էթնիկ զտում է, всё, որովհետև ճանաչել էր այսպես։ Ինչ ենք անում, բանակը թուլացած գեներալների, այսպես բաներ են խոսում, հասկանա, ամենօրյա ռեժիմով, ամենօրյա, այս իրանց ձևակերպումներն էլ եթե կպցնում ենք դա է դա։ Այս ամեն ինչը ինչ որ խոսել են, ձեզ երբևէ ինչ ասել են։ Ձեզ ասելով ժողովուրդ ջան, գիտակից հասարակությանը չեմ ասում։ Այն բաներին ովքեր որ նո այն մարդկանց ովքեր որ նախ չեն հասկանում ինչ այն հավատան ինչ է ու իրանք արդեն զզվել օգնել են, իմիջայլոց զզված օգնածներ։ Ձեր վրա նույնպես աշխատել են ու աշխատել են հենց այդպես, որպեսզի դուք զզվեք ու օգնեք։ Դուք փորձեք արդեն ասել լավ, դե ինձ չի հետաքրքրում, ոչ ես գնացի իմ։ Այս սա նույնպես իրանց ձեռքբերումն է։ Այնպես որ դուք այդտեղ բան եք արել։ Քոչարյանը հայ չի, Գևորգ ջան, 1000 անգամ ենք ասում, ասում եք ինչի համար չեք ասում, մի միլիարդ անգամ ասել ենք, ու ամեն եթերին չենք ասելու Քոչարյանը հայ չի, որ հայ չի, ասել գիտենք որ հայ չի, ասել ենք։ Ուրեմն այս ամեն ինչը 5 տարի իրանց գործը եղավ, ամեն ստից բանով դուրս գալ փողոց, դուրս ենք գալիս, դիմադրողական շարժում, չգիտեմ, պակետնիկի շարժում, Չուբլեբասի շարժում, Սարֆետկի շարժում, ինչի շարժում ասես արել են, ինչի համար մեզ բոլորիս նյարդայնացնելու համար։ Երբ որ մարդը նյարդայնանում է, ինչ անում, ամուր ներվեր ունեցողները շարունակում են հետևողական լինել, ոչ այնքան ամուր ներվեր ունեցողները ասում են, ոչ ցույց եք, ցանկացել մեկ եք։ Վերջ, իրանց ուզածին հասան այս մասով։ Իրանք քանի արդեն մի քանի 3 տարի կլինի, անընդհատ ասել եմ, իրանց հետ հետաքրքիր չի, դուք իրանց կընտրեք թե չէ, կամ իրանց կողմը կանցնեք թե չէ, իրանց պայքարը այդտեղ չի։ Իրանք չեն անում, որպեսզի դուք օրինակ իշխանություններին կամ արտախորհրդական հանճարեղ ընդդիմությանը բանանեք, թողնեք ու անցնեք իրանց կողմը։ Ոչ, իրանց կռիվը այդտեղ չի, իրանց կռիվը հետեւյալն է։ Դու նաղդեր հիաստափվի։ Նաղդեր հիաստափվի։ Սա հիմնական հետևորդներս 1000 անգամ ինձ լսել են դեռ այդ տարիներին։ Որ ասել եմ ախպեր իրանք ընդամենը իրանց խնդիրը է դա ոչ մի դաշնակ ոչ մի հանրապետական ձեզ չի համոզելու որ եկեք անցեք մեր կողմը որովհետև մենք ճիշտ ենք ոչ նրանց խնդիրն է որ դու նաղդը չլինես իշխանության կողքը նաղդը լուրջ չվերաբերվես իշխանության գործունեությանը նաղդը ուշադիր չլինես ասենք եւ չկարողանաս օրինակ գտերությունները բացահայտել հրապարակայնացնել որպեսզի շտկվեն դրանք որ չաշխատես այսինքն իշխանությունները իրանց խնդիրը դա է եղել ու սա այսօր 5 տարի անց 21 տվից Բերանացի Խոստովանում ասում է մենք անգամ մեր մարշնելու գնով հասանք նրան որ որևիցե երրորդ ուժ կարա գա ու սա հեղափոխություն անի բառացի դա է ասում սա հասկանում ասում է այն ինչի մասին բացատրում եք իմ բացատրելու ընթացքում ասում եք այ գնել դու նիկոլական ես դու հələ նիկոլականը մի կողմ դու ռոպագանդիստ ես այսինքն եթե մարդը իրանք ռոպագանդիստ են իրանք են Չուբլեբասներ են իրաց բաները լրագրողական կոչված լուսաբանող համայնքը ոտից գլուխ ռոպագանդիստ են իր այսինքն ռոպագանդիստ բառը մի բացեք գուգլեք ինչա նշանակում ժողովուրդ ջան կտեսնեք որ իրաց բնութագիրն է եկել են ինձ ինչ են ասում առանց հասկանալու որ եթե ես ռոպագանդա չէ ես սովորական քաղաքացի եմ գումարած ասենք հաղորդում ունեմ իմ էջն էլ ակտիվ է եթե ես դուրս գամ ու ինձ համար ձեզանից որևիցե մեկը որոշում կայացնի ասի ես այսօրվանից գնում եմ լավ առած բաները լուսաբանեմ ընդամենը Տանից դուրս գալուց ես այս վերջերս որոշել եմ որ նա իսկապես սկսեմ հələ կարող եմ սկսել բայց մտածում եմ որտեղից սկսեմ որ ուղղությունով որ կառույցից քաղաքից մարզերից ծրագրերից որոնք արված են բանալ լուսաբանենք ցույց տանք ինչքան բան արված արա մեկ էլ հասկացա որ ինչ եմ հերու գնում տնիցս հենց դուրս գամ կինոն սկսում է ասեմ ոնց ապրում եմ Բանգլադեշում բոլորդ գիտեք 46 տարի Այս մեր պացեստը 46 տարի ռեմոնտի երես չի տեսել, կեղտի մեջ կորած, այն փուչուն ժամանակ են որ լուցկու ճոպը տղերքը կհասկանան, թկոտում վառում խփում ենք պատին, այդ մրերից սկսած վերջացրեց ինչով ասես։
Մեր 6-րդ 7-րդ հարկի արանքը պատի վրա փուճու ժամանակ ճամբար էինք խաղացել, այնտեղ խաղաղություն բառն էինք կպցրել յարլիկներով թղթերով, այդ կալեն դաժե էմուլսիան մինչև հիմի մնացել էր։ 2 տարի առաջ էր, 3 տարի առաջ էր, չեմ հիշում, իսկապես չեմ հիշում, 1000 ներողություն։ Բայց այստեղ ռեմոնտ արեցին, մաքրեցին, ճիշտ է, մի քիչ էլի կեղտոտվել է, բայց դա արդեն համատիրության խնդիրն է։ Լուսամուտ գոմություն չի ունեցել ոչ մի պարզեցում, ոչ մեկ, թող հապայի ոչ ոք հանգարց գլուխ չուտքով։ Եվրո լուսամուտները դրեցին։ Մեր վերելակը 45 տարվա լիֆտ, անգամ ցավոք, ես ցավով եմ սա ասում, հանկարծնես չլինի, ընտանիքի անդամներին ներողություն եմ խնդրում, անգամ մեր լիֆտյորը, որը որ մասնակիցն է լիֆտի, մահացավ այդ լիֆտի մեջ, հասկանում եք, լիֆտի փչացած լինելու, այ այդքան շատ էր փչանում։ Ինչ ասես տեղի է ունեցել այդ վերելակի հետ։ Դա փոխված է, հիմա երաժշտության տակ ելնում իջնում ենք, հասկանում եք։ Մեր պարզեցի այդ լիֆտից որ դուրս էիր գալիս առաջարկում ես ձախի վրա կաբելները, ասես ոնց որ պատի աղիքները թափված լիներ։ Այնտեղ մի երկու անգամ տոկը, մի երկու անգամ մենակ ինձ է տոկը խփել։ Հələ չխոսենք թե անճապահացներին ոնց կտար կսպաներ երեխեքին։ Մի խոսքով, դա հիմա փակ է։ Տնից հենց դուրս եմ գալիս աստիճանները արդեն Ռոմիկս Մխիթարյան, մեր շենքի դիմաց աստիճանները սարկացա, մայթը մի 90 սանտի լայնացած ու բրուշատկով հավաքած է, որ այն ժամանակ որևիցե մեկը ես գրած կգայի ցանկացած մեկի հետ, կինո Հայաստանից միջև մեր շենք մայթով չէր կարա իջներ, չէր կարա, դες բան չկա։ Հիմա ուզում ես Կալիասկայովիչի երեխայի հետ փողոց դուրս գալու խնդիր չկա։ Մի խոսքով, այսքանը եթե ես սկսեմ, հենց տանս դեմից սկսում է, տանս դեմից։ Այս մեր կողքի շենքի դիմացը բարձր է, այնտեղ բան է, միշտ փոշում, նա տեկը կամեր լինում փոշում մտնում է դու, հիմա խոտացած, սիրուն, այնտեղ փուճուրի խաղարապարակով, ռետինետակով, բան տաղավար, մի խոսքով, մնացածը տիրություն է պետք անել, всё, հասկանում եք։ Այսինքն, եթե մեկ, ասենք դուք հասկանում եք, եթե ցանկություն ունենար ցանկացած մեկը զբաղվել ռոպագանդայով, եթե չնայած լավ բանի մասն խոսում, ռոպագանդա չկա այդտեղ, դա իրականությունն է փաստերով։ Բայց եթե սկսենք ասել, սա իր տեղում է, հասկանում եք։ Դուք եկել եք այստեղ խոսելու բան չունեք, փորձում եք մարդկանց ձեր արևին պիտակավորել։ Դու ձեր վիճակը նայեք։ Գնացել եք մաշեցման process-ի եք մասնակցում, արա։ Ու դուք շուշաթուղթ չեք արա։ Դուք լրագրող եք թե շուշաթուղթ։ 5 տարի, դա իրա Բերանով Քոչարյանը ասում է։ Ասում ենք ես 5 տարի մեր գործունեությունը ազգային ժողովի կամ դրսերում եղել է հետեւյալը, ոչ մի բան չանել էս պետության համար, ընդհանրապես իշխանությունը մաշացել, սա է եղել։ Հիմա եթե մարդիկ կան ու կան այդպիսի մարդիկ, ուզում եք գնալ դարձյալ 5 տարով սրանց ընտրեն, դրացի բոգը, դուք են Քոչարյանը գնացեք, ուզում եք ոտերը նպստեք, ինչ ուզում եք արեք, բերեք, մեկը միևնույնն է իշխանություն չի փոխվելու, ոչ թե քաղաքական իմաստով, այլ ժողովրդի ձեռքից այլևս իշխանությունը չի պլստալու։ Սա ակաժների թող արեք։ Ու երբ որ ինձ օրինակ ասում եք, բա ինչ ես անելու, ես ինչ արել է տարել եմ, դուք նայեք թե դուք ինչ եք անելու։ Ես ոնց ապրել եմ իմ սախ կյանքը, իմիջայլոց ամսի 5-ին հորս ծնունդն է։ Ես իմ սախ կյանքը երիտասարդ տարիքում հանդիպել եմ այնքան պորջի լակոտների, էսի դեպուտատի տղեն է, էսի մարզպետի տղեն է, էսի օլիգարխի տղեն է, պորջի լակոտներ։ Եղել է, շփումներ եղել, ամեն ինչ եղել է։ Վեճերել եղել, ամեն ինչ եղել է։ Արա ու ես միշտ ու հետո երբ որ նայում եի կառավարության նիստերը, այն ժամանակ դեռ ազգային ժողովի նիստերը, արասում էի սրանց տղերքը, որ սենց իրաց եսի ինչի տեղ տղա դրած ֆրֆռում են։ Արա մեկ չեն ասում, արա հերս ախր էս փողեր էս միլիոնները որ լապում է։ Ինչքան քֆուր է հավաքում վրան որ լապում է, էլի։ Ու այդ քֆուրները տեղի քֆուրներն են, պրոստը տակ մեկի ապուշ երևակայության արդյունքը չեն։ Ու ես միշտ ասում եմ, Աստվածան, ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Ես գոհուշնորհակալ եմ, որ բան որ մարդու տղա եմ։ Այս սաղի մեջ ես բան որ մարդու տղա արդար քրտինքով աշխատած, եկած, կերած, մեծացած։ Ասեք ես իմ հոր տղեն եմ։ Մաքուր մարդու տղա, արա դուք ում տղեն եք, հələ ձեզ նայեք, արա ով ինչ ասես հետևներից այդ ասում է, այդ ով ինչ ասում եմ ճանաչում, ես այդ ով ինչ ասում եմ չեմ ուպրիկատանում, այլ ով ինչ ասում է, արա տեղին էլ ասում է։ Այ դա հարցը ասում եք, տեղին ասում, որովհետև ցանկացած պայի ցանկացած մեկը կարա հիմնավորի, պրոստը քանի որ իրանք պորջի լակոտներ էին, իրանք գիտեք ոնց էր այն ժամանակ դեպուտատի տղալվել է, հորս արել, դեպուտատի տղա ով կես կարա բանացի, դու խփես, դու ես դատվում, ինքը խփի, դու ես դատվում։ Էս էր։ Հասկացա՞։ Այսպես իրականության միջից արա, տրենգել եք դրախտը։ Այսօր եկել եք, մենք մաշացնում ենք։ Բայց լրագրողներ, հենց մի Քոչարյանն ասում է, որ մաշացնում են, ձեզ օգտագործում են, մաշացնելու համար, ձեզ օգտագործել են շուշաթղթի տեղ։ Բայց երբ որ ես այս բան եմ ասում, իմ մասին, հասարակ բան եմ ասում, իմ մասով, ձեր դաշնակ պատգամավորներից եղավ ազգային ժողովում ներվայնացած չդիմացան, դուրս եկան ու ամբյոնի մոտից իմ մասին էին խոսում, իմ հաղորդման մասին էին խոսում։ Արա, ԿՊ պատգամավորներից որևիցե մեկը չի պաշտում, չի կանգնել ասի մի րոպե բան ոնց դու գիտեք ոչ մի բան չնա իմ ջրեցին գնաց այդ խոսակցությունը ոչ մեկ դաշը չտա գիտեք ինչի դու մտեք գուշակեք ինչի բայց եթե ես գնել ռոպագանդիստ այնտեղ մի 70 հատ պատգամավոր կա հետո կելենք ասեն գնել ինչ ասում տոշնի ասում այդ բառ գտեք ասի բայց դուք անգամ ձեր քուչի լակոտներին եք արա դուրս գալիս պաշտպանելու համար մեկ ամբյոնից սա իմ ու ձեր շուշաթղթերի տարբերությունը հասկանում եք արա
Այն դուք ես Քոչարյանի ոդքասթը մտեք նայեք ինչ է խոսում։ Բայց հենց այդ մի կողմ, այդ որ այդ process-ը կար այդ մի կողմ։ Հիմա ես մյուսին ու շատ դիր եղեք ժողովուրդ խնդրում եմ։ Նայեք։ Մի րոպե կներեք։ Մի րոպե 26 վայրկյանանոց նյութը նայեք։ Կիսա ֆեոդալական բաներ կային, չէ՞, տեղերում ինչ որ մարդիկ, որոնք մեծ ազդեցություն ունեցել, հարցեր լուծողներ եւ այլն։ Ու մարդիկ հոգնել ու զզվել էին այդ մթնոլորտից։ Ամենից մեծ խնդիրը դրանից էր գալիս, բայց մի հատ հասկանաք այդ խնդրի աղբյուրը որտեղից է։ Այն ժամանակ ազգային ժողովը ձևավորվում էր եւ համամասնական եւ մեծամասնական ցուցակներով։ Հարգելի հայրենակիցներ, երկար մտորումներից հետո ես տվել եմ իմ համաձայնությունը Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու որպես պատգամավորության թեկնածու։ Կար մի մեծ զանգված մեծամասնական ընտրողների եւ մտնելով խորհրդարան իրենք ձևավորում էին նաեւ այսպես ասենք որոշակի քաղաքական հենարան այդ ազդեցությունը պահելու եւ ինչ որ զարգացնելու։ Եվ յուրաքանչյուր իշխանություն ուզի թե չուզի մեծամասնությունը ձևավորվում էր նաեւ այդ մեծամասնականով ընտրված տեղերում ազդեցություն ունեցող մարդկանց միջոցով։ Բացականը նա էր որ այդ մարդիկ դառնում էին հարցեր լուծող իշխանության հետ սերտաճար Ցայրահեղ դասավորումների դեպքում անպատասխան չեն մնա այնպիսի քայլերը, որոնք դուրս կլինեն քաղաքակրթության տրամաբանությունից եւ ընդունելի կանոններից։ Նման դեպքերում մեր արձագանքը չափազանց կոշտ է լինելու։ մի քիչ կիսա ֆեոդալական բաներ կային, չէ՞, տեղերում ինչ որ մարդիկ, որոնք Ուրեմն նայեք, գիտեք ինչի մասին։ Մարդը բերան խոստովանում է, այն մեծամասնական, համամասնական ցուցակները որ կա, որ դա ստեղծված է եղել, որպեսզի մարդիկ ընտրատեղամասերում, ովքեր որ դուխով տղեկ են իրանց մարզի, ուժեղ տղեկն են, ճակերտավոր ասած, որ կարան տենց այդտեղի ապրողներին իրանցով անեն, գումարած դրան, կարան լեցոնումներ անեն ու որևիցե մեկը չի կարող ասի, սեզ չինենցա, այդ ձևով իրանց իշխանությունը պահեն ու այս մարդկանց էլ տան որոշակի բոնուսներ։ Ասած ընդհանուր առմամբ դա է։ Այսինքն իրանք բերան ասում են, որ այդքան վստահություն չեն ունեցել ժողովրդի մոտ, բերել խառնել են ավտորիտետների, բերել մցրել են քաղաքականություն ավտորիտետների, տեղային ավտորիտետների, որովհետեւ այդպեսով կարողանան քաղաքական դաշտում իշխանություն պահեն։ Հասկանում եք, սրանց պատկերացած քաղաքականության մակարդակը ու սրանց պահած երկիրը էլ ինչ պիտի լիներ։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Իսկ այն կողքից խոսողը ոնց իմիջիալով շնորհակալություն ԿՊ պատգամավոր Մարիա Կարապետյանին։ Իսկ այն մեջտեղի խոսողը բանն էր Նարեկ Կարապետյանի հայրիկն էր։ Հասկանում եք։ Կա այն Ներ Կարապետյան, ով ասում է, նայեք ինչ ասում, արա բացում էին, սպանում է սպան։ Ասում է դե հետո վատեին է, բայց այդտեղ խոստովանում է, ինչ ճիշտ Քոչարյանը այդտեղ խոստովանում է, ասում է մի հատ վատեին էր, որ իրանք հետո տենց հարցեր էին լուծում, սերտաճած էին իշխանությունից, տենց ինչ-որ ֆեոդալական բաներ դարել։ Այդպես նա գնահատական տածը, բայց այդպես բան որոշել ծառել դա հաշվի չի կարել։ Նայեք ինչ է ասում ստեղ հետո։ մեծամասնությունը ձևավորվում էր նաեւ այդ մեծամասնականով ընտրված տեղերում ազդեցություն ունեցող Մարդիկ ասում են, որ իրանք տեղերում ազդեցություն չեն ունեցել, տեղերում ազդեցություն ունեցող մարդկա ծառայություններից են օգտվել, հասկանում եք։ Ոստեղ է Կարապետյանի այս մասը ուշադիր նայեք։ Էլի ինչ ասում էին հարցեր լուծող իշխանության հետ սերտաճար Ցայրահեղ դասավորումների դեպքում անպատասխան չեն մնա այնպիսի քայլերը, որոնք դուրս կլինեն քաղաքակրթության տրամաբանությունից եւ ընդունելի կանոններից։ Որն է այդ ընդունելի կանոնները, ավտորիտետներով հավաքվել որոշել են։ Պետությունը վերածել էին գաղութի, հասկանում եք։ Ու սա ապացույց է։ Սա հիմա ես ինչ-որ պրոպագանդա եմ անում, ինչ եմ անում։ Սա ապացույց է։ Էնի այնա ասել, դու ես ասում ապեր։ Հիմի վերանացած բա ես իմ հայ թրկությունը արել եմ ախպեր։ Ես դաշտը մաքրել եմ, որպեսզի ինչ ա եղել։ Ուրեմն սրանք ծանոթացել են ոչ թե Գելապի այլ միջազգային կառույցների հարցումներին, այդ ինստիտուտների, տեսել են որ իրան շատ վատ է իրանց վիճակը, այդ շեմը չեն հաղթարում, որովհետև Սամվել Կարապետյանը էսպայի դրությամբ տանում է Քոչարյան Ռոբերտի ձեները։ Իմիջիալով Սարուկյան Գագիկն էլ է դա հասկացել, որ ինքը նույնպես տանում է ձեները, դրա համար Թևանյան Անդոյի հետ ոչ թե դաշին կապեցին, այլ Թևանյան Անդոն մտավ տապան։ Հասկանում եք, այստեղ նյուանսներ կան։ Հիմի ինքն էլ է հասկանում, ասում է, բայց մի րոպե ախպեր, այսի արդեն մեր համար չէր այսքան տեղը ասում, էլի, ուրիշների համար էր ասում։ Բա մի րոպե ախպեր, բա մենք 5 տարի ստեղ տանք փողոցներում մաշացնենք, այսքան ծախսը անենք, այս ամեն ինչը անենք, որպեսզի մի հատ լուբը երրորդ ուժ եթե մերոն կակական նագավերսնի, բայց դուք գալիս իմ ձեներն եք տանում։ Այս է սրանց փորացավ, հասկանում եք։ Ու Նարեկ Կարապետյանի ձեները նույն այս մարդու ձեներն են։ Առհասարակ Ռուսամետ թևի ձեները այնքան է 20%-ն է, այս 20%-ն է։ Ուզում եք ելեք երկինք, ուզում եք իջեք գետին։ Պրոստը այստեղ վատը այն է, որ այն մարդիկ չեն գնա ընտրություններ, ում ոնց վրա որ իրանց գծած մեխանիզմը մաշացնելու, որը որ խոստովանում է Ռոբերտ Քոչարյանը, աշխատել է։ Հասկանում եք։ Բայց այստեղ ես այսօր իմիջայլոց ուշադիր հետևում էի նաև վարչապետի ճանապարհորդությանը, ու մի թեմա եղավ։ Այստեղ պետք է մի հատ ես չեմ կարող չանդրադառնալ, բայց մի րոպե, հիմա հետ եմ անդրադառնում։
առանձնացրել եմ, որպեսզի միտքը տրամաբանությունը չխախտվի, հա, մեր խոսակցությունների։ Այդ առավոտի դերիկո բամբասանքա, գիտեք որ ես Դուբայում գիտեք որ ես Դուբայում իրոք սպասի եղբայր բանը մասն չէ ջղայնանում Չէ ջղայնալու գիտեք որ Դուբայում տուն ունեմ, Փարիզ տուն ունեմ, Բանուտուն, Արտալիա իրոք սպասիլը Իտալիայում ասա մի ջղայնացած չէ ջղայնալու տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ, դուք այդ ամեն ինչի չգիտեք որ ձեր բակում ծրագիրը արված, մրցույթ արված շինարարություն կա, չգիտեք որ մանկապարտեզ է սարքում Այդ ո՞նց է որ չգիտեք, այդ ո՞նց է որ գիտեք որ այս Դուբայում տուն ունեմ Լավ ամոթ է մի քիչ ամոթ է մի քիչ ամոթ է պետք ունենա Պարոն Փաշինյան ջան, вообще ներվայնանալ պետք չի, ոչ չգիտեն մարդիկ, զարմանում եք, ինչ եք զարմանում, ինչի համար եք զարմանում, հարգելիս, զարմանալու ոչ մի բան չկա, հիմա ես ձեզ ասեմ ինչու չկա, նախ, չէ, անցյալ տարի կներեք, 25 թիվ, անցյալ տարի մենք որոշեցինք մի նախաձեռնությամբ հանդես գալ, որը կոչվում էր բաց երկխոսություն, Այս բաց երկխոսությունը ինչի մասին էր։ Ես պրոյեկտի ծրագիր չգիտեմ ոնց է գրում, չեմ կարողանում գրել, կարող եմ միտքը ասել ու վերջ։ Ուրեմն այս բաց երկխոսությունը հետևյալի մասն է։ Ինքս այս բացերը սաղ տեսել է։ Սաղ։ Իհարկե ձեր դուք պաշտոնյա եք, կարող եք չտեսնել, դուք վարչապետն եք, ձեզ զեկուցում են, դուք չեք կարող տեսնել շատ, չէ՞։ Իսկ ես ի տարբերություն ունես նման մարդիկ քաղաքացիների մեջ եմ։ Ես հասկացել եմ, որ սրա կարևորությունը արդեն կա։ Սա ոչ թե ինքնաբուխ ինչ որ բաներ չէ, չէ՞ որ նստել մտածել ենք, լավ, այսպես խնդիր կա, մարդիկ չգիտեն։ Չգիտեն, որովհետև ինֆորմացիոն դաշտը 90%-ը Քոչանի շուշաթղթերն են։ Այն մի 10%-ն են, խառը տարբեր է, որ մեկը, այդ 10%-ը որ մեկը լուսաբան է, ասենք օրինակ հիմա եթերում անում, որ մեկը լուսաբան ենք, չէ՞։ Ուրեմն, ոնց անել, որպեսզի դա այդպես չլինի։ Չէ՞ որ մտահոգ ենք, սրտացավ ենք, տեսնում ենք հազար բան արվում, բայց մարդիկ ոչ միայն տեղյակ չեն, այլ կոմունիկացիաները պետք է փոխվել, իսկ մարդիկ ինչ առաջարկում են եւ այլն, եւ մի փոքր թվային աշխարհից դուրս գա, կենտարի շփման դաշտ տեղափոխել։ Նստեցինք, չարչարվեցինք, մտածեցինք մեր թիմով ու որոշեցինք նմանատիպ մի հատ նախաձեռնությամբ հանդես գալ։ Ինչը դա ու սկսել դեռ փոքր քայլերով։ Մենք այդպես մեծ ամբիցիաներ շատ չունենք, բայց մեծ երազանքներ ու նպատակներ ունենք։ Որոշեցինք, որ օրինակ վարչական շրջանի մակարդակով սկսենք։ Վարչական շրջաններից մեկում հավաքենք մի հատ դահլիճում վարչական շրջանի ղեկավարին իր անձնակազմով եւ ժողովրդին, բնակիչներին։ Վարչական շրջանի ղեկավարը կցուցադրի ես մի տարվա մեջ օրինակ, հա, ինչ որ ժամկետի մեջ։ Վարչական շրջանում ինչ աշխատանքներ են իրականացվել։ Կներկայացնի դեռ ինչ ծրագրեր կան կարճաժամկետ եւ երկարաժամկետ շրջանում։ Իսկ հանրությունն էլ իր հերթին, որոնք որ բաց էր դռները ցանկացածը կարող էր գալ, իմիջայլոց ամենապասիվը քաղաքացիական պայմանագիր կուսակցություններ։ Մարդիկ են իրենց հարցերը որ ծագել է այս ընթացքում օրինակ խի այս բանը սենց չի, խի այս բանը ինչի։ Կտան բաց այդ որ գիտեք այն հարցերը, որոնց համար այդ քաղաքացին չի կնա վարչական շրջանի ղեկավարի մոտ, բայց այդտեղ նստած ժամանակ սիրով այդ հարցը կբարձրացնի, հասկանում եք, ու կբարձրացնի բոլորի ներկայությամբ։ Այսինքն չի կարող վարչական շրջանի ղեկավարը այլ պատասխան տա։ Պիտի տա այն ինչ որ կա, այդքան ներկաների մոտ, որովհետեւ բոլորը լսում են դա։ Օրինակն հետեւյալն է։ Ասենք մեր վերևի բակում խաղահրապարակ է կառուցվել։ Մեր բակում չի կառուցվել։ Մեր բակի ապրողները օրինակ չեն տեսել վերևի բակի խաղահրապարակը։ Չէ՞, բնականաբար չեմ պատկերացնում, որ աշխատանքներ արվում են, պարզապես դեռ մեր բակ չի ասել։ Մենք չենք տեսել։ Բայց այդպես հավաքի ժամանակ բոլորը սկսում են հասկանալ, որ այստեղ սա արվել է, ու բնականաբար մի օր էլ իրաց մոտ կանցնի։ Մի խոսքով դրա կան կայֆոտ տրամադրությամբ շատ լավ անցավ առաջինը որոշեցինք անել Մալաթիա Սեբաստիան վարչական շրջանում, ինչու հետ Մալաթիա Սեբաստիան, նախ որովհետև ես այդտեղի բնակիչ եմ, առաջինն է, դա լիշ լցնելը դժվար է։ Այսօրվա դրությամբ մի ամբողջ կուսակցություն, իրենց կուսակիցներով Երևանից ավտոբուսով գնում հասնում են օրինակ Գյումրի, մի փոքր դալիշ չեն կարողանում լցնել, հասկանում եք։ Ասեցի լավ մեր մոտ բանկանենք որպեսզի դալիշը դատարկ չլինի։ Գումարած դրան մեր վարչական շրջանի ղեկավարը Ռոմիկ Մխիթարյանն համաձայնեց, ոչ միայն համաձայնեց, այլ նաև ԱԿ-ին հարցերով են աջակցեց, պատրաստակամություն էլ հայտնեց, աջակցեց, որպեսզի այդ հանդիպումը այդ ֆորմատով կայանա։ Եվ կայացավ դալիշն էլ փառկացու, դատարկ չէ, ասենք լեցուներ չէ, խափած կլինենք, բայց դատարկ չէ։ Մի խոսքով, սիրուն նստած մարդը ներկայացրեց, մարդիկ էլ հարցեր տվեցին, մարդիկ խնդիրները ներկայացրեցին, խնդիրների մի մասը լուծվել է, մի մասը չի լուծվել, որովհետև իմ կարծիքով միայն վարչական շրջանի ղեկավարից չի կախված։ Մի խոսքով, շատ լավ մթնոլորտով իրար բոլորը հրաժեշտ տվեցին, բոլորը բոլորին հարգեցին, մի խոսքով շատ լավ անցավ։ Հետո որոշեցի սա առաջարկել, որպեսզի մյուս վարչական շրջաններում էլ լինի, ինչից հետո դուրս կգանք արդեն նաև ինչու ոչ համայնքներ։ Հասկանում եք, պատկերացրեք նմանատիպ հավաքը համայնքում, նստած համայնքի ղեկավար, մարզպետը, կառավարությունից ներկայացուցիչ, այն ինչ որ այսօր դուք թիմով գնում եք, ու մարդիկ են մոտենում ու դուք զարմանում եք ոնց խնդիր կա, այո, պապկեկով կա, ես հավը ձեզ ցույց տալ այդ պապկաները, ու դուք շատ լավ գիտեք որ այդ ցույց կտամ, ախր գիտեք էլի։ Մի խոսքով,
Սիրուն հարց ու պատասխան կլինի դրական մտնոլորտը կապահովի տեղեկացված կլինեն, բայց գյուղացիներն հավել կիմանա որ ոչ միայն կառուցվել է այս ինչը, այլ նաև կառուցվել է այս ինչը եւ նաև կլսի գյուղացու առաջարկները մի խոսքով խոսենք շփվենք նորմալ կազմի մեր երկրում դրական մտնոլորտը պատկասում սա ժողովրդավարական ինստիտուտի կայացման համար մի հատ քայլ է ժողովրդավարությունը առասարակ հենց դա է ինչ որ ինքը բանով ասած մատ կենտանի չի էլի չհեղենցի չի չտեսնված չլսված միայն էպոստերում հանդիպող դա ինքը քայլերով այսպեսինն էր սա մի անգամ արեցինք ու մարեց ես անկեղծ ասած մեր հասարակական կազմակերպությունում առավելևս որ շատ լավ էր անցել առաջինի համար ինքը շատ լավ էր անցել մենք էլ մեր հասարակական կազմակերպությամբ լինում էինք արբիտրի դերում այսինքն կազմակերպվածությունն էինք ապահովում եւ նաեւ արձանագրում էինք հարցերը պատասխանները եւ խոստումները որպես հետագայում խոստումների հետևից նաեւ գնանք իսկ եթե ինչ-որ բաներ խախտվեր արդեն դա կլիներ այլ process կլիներ որ քաղաքասարակությունն ու կառավարությունը այս խախտման մասին ինչ-որ զսպեն կամ հիշացնում են ես չեմ բոլոր խախտումները միտումնավ չեն գիտեք ինչ եղավ այս պրոյեկտը Մեռավ, որովհետև ինձ թվում էր, որ սա այն պրոյեկտն է, որ ես առաջինը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից կստանամ զանգ, իշխող կուսակցությունից, ովքեր կասեն գնել ջան, մի հատ կարող ենք հանդիպել, հանդիպենք սիրով, ասեն, «Էդ ինչ է ձեռնարկել», կարելի է իմանալ, կասես սա եմ ձեռնարկել։ Բայց ես քանի որ շատ լավ գիտեմ, շատերը մտածում էին ու մտավախություն ունեն, որ վայ գնելի ավտորիտետը կբեր, գնելի ավտորիտետը ավելի բարձր է, քան քաղաքական դաշտ մտնել, հասկանում եք։ Այնպես որ երբ որ գլա այդպես հեղինակություններ հարգում էին հանրային դեմքեր, դերասաններ, ցեզանից շատերին ախր չեն ճանաչում, այ ժողովուրդ ջան։ Գնելը այդ խնդիրը չունի, ես դրա համար եմ ասում, ոչ թե ասած ուպրիկատում եմ, չէ, դրա համար գնելը դրա խնդիրը չունի, գնելի խնդիրները լրիվ ուրիշ տեղ են։ Ու գնելի խնդիրը նաև սա էր։ Սպասում եմ ես այդ զանգին, ասում եք կզանգեն, էլի կասեն գնել ջան։ Էսի ոնց ես անում, ինչի նեղություն ես քաշում։ Իսկ սրա նեղությունը սկսած այս թղթի տպելուց իմ համար խնդրեմ է եղել։ Սկսած այս թուղթը հատիկ տներով բաժանելուց ինձ համար խնդրեմ է եղել, բայց սա եղել է անվճար մարկանց համար։ Ինձ համար խնդրեմ է եղել, որովհետև մեր գրպանից ենք դա արել։ Իսկ մենք միլիոնատերեր չենք։ Մենք համեստ աշխատող մարդիկ ենք, ովքեր իրենց համեստ աշխատավարձից որոշակի ներդրում են անում հանուն ընդհանուրի, մարկանց, ժողովրդի առանց որևիցե հետին նպատակների, չգիտեմ ինչերի։ Հասկանում եք։ Մինչև այսօր սա մեռած վիճակում է։ Այ հիմա ընտրություններ են։ Ինչքան լավ կլիներ։ Եթե մենք այդ ընթացքում առնվազն 10-12 հատ կազմակերպած կլինեինք։ Ինչքան լավ կլիներ դա, որ եղած լիներ։ Ինչքան հարցերի լուծում տված լիներ։ Մարկանց համար ես չեմ ասում ձեզ համար։ Թող մարկանց համար։ Ու սրա մեջ քաղաքական քարոզ բացարձակ չկա, բայց ալեգորիկ իմաստով նաև ազդելու էր դրական ազդեցություն ունենալու ժողովրդավար ուժերի վրա, որովհետև մարդիկ սկսել են այդտեղից դրական տրամադրությամբ երբ որ դուրս գային, ժողովրդավար երկրի հաստատման համար դրական տրամադրություն են ու չի կարելի ասել, դե չեն ուզում թող գնան ուրիշին ընտրեն, ոչ, հանձն են կարել, որ մեր պետությունը գնում է այդ ճանապարհով, ուրեմն այդ ճանապարհին ցանկացած քարի փոսի տերը մենք ենք, մեկը ես որպես քաղաքացի Որովհետև ես ինքս ունեմ պատասխանատվության զգացում, ես 5-6 տարի է քաղաքացիների հետ բան եմ խոսում, մարդկանց ասում լավ լինելու, որովհետև լավ է լինելու, որովհետև քայլեր են ձեռնարկում, բաներ են անում, բայց արի ուտես, ասես բաները, կպնում է իմ սրտին նույնպես։ Ու չի կարա չկպնի։ Ոչ մի շարժ չի եղել տակը։ Ընդամենը, այս վերջին անգամը հանդիպում ունեցանք, շատ կարևոր, արասի, այ ձեր ցավը տանեմ։ Էդ էլ ջանդամուր չեք կապվել, կարող է չեք իմացել, հերն էլ անիծած։ Հիմա ձեզ բացատրում եմ սա ինչա։ Ախպեր ջան, խնդրում եմ, ես ֆինանսական հնարավորություններս բաց են որ չի ների ամեն անգամ ինքը շատ թանկ բան չի բայց կներեք ինձ մոտ բաց վիճակ է արդեն բանա ասեցի խնդրում եթե ցանկանաք կարող ենք սա կազմակերպել շատ ֆինանսական մասն էլ մոտավորապես այսպեսին բա մի հատ ծրագիր գրի բա մի հատ ախր ես ծրագիր գրող չեմ եկեք մի հատ ասի ջայր տվեք թող դա ես սա պատմեմ ինքը թող նստեց սիրունը շարադրի գրի էլի չգիտեմ ընդ ոնց են գրում ինչ են անում մի խոսքով մինչև այսօր սպասում ենք որ սա սայլը տեղից կշարժվի իհարկե հիմա կարող եք դիտել այս եթերը ու չգիտեմ այնտեղ ԿՊ-ից ով կդիտի վարչության անդամներից կամ հենց թեկուզ վարչապետը չգիտեմ կդիտի չի դիտի բայց եթե դիտեք իմացեք տղեր ջան այս ստից ծախսը դուք չեք ցանկացել անեք ու այս բաց է երևում բայց մենք էլի պատրաստ ենք աշխատել ձեր հետ ասելով ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ այլ պետության հետ որովհետև ժողովրդավարությունը պետական ռազմավարական ծրագիր է պետության ռազմավարությունն է դա եւ մենք պետության հետ այս մասով պատրաստ ենք համագործակցել իսկ վարձավճար որպես ժողովուրդ ժան ուշադիր եղեք ինչ եմ խնդրել որպես վարձավճար այս ամեն ինչը կազմակերպելու երթվում եմ թե մի դրամ փող եմ ուզել ասել եմ ախպեր ընդամենը քանի որ էլի վազվզողը ես եմ լինելու խնդրում եմ եթե կարելի է Գոնեն մեքենայի վառելիքի հացը լուծեք, եթե լատն չեն ձգում։ Հասկանում եք։ Այսինքն ո՞նց է, չէ՞, գազի բենզինի, արա ավտոս գազով գոնե։ Գոնե դրա մասին չմտածեմ։ Հասկանում եք։ Որա այնքան տարական բան է։
Ցանկացած կամավորական սկզբունքներով անելու եք 30 հոգի կամավորական ունենք հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպություն 30 հոգին էս մի տարի նայում են դեմքից հեն գնել ջան բայց լավ բանն էլ արեցինք հա ոնց որ չաշխատեց դե եկեք իմ տեղը պատասխանեք ես մար իսկ ես մարդիկ ամեն մեկը իր տնից տեղից կտրված իր ամեն ինչը թողած ես չեմ ասում ա տեսեք դուք պիտի բարձր գնացեք ոչ արա բայց այդ մարդիկ ուզում են ինչ որ նա արդյունք տեսնեն իրանք իրաց լավ զգան որ այդ արդյունքը ստեղծողը իրենք են այդ փոքրիկ արժեքը այդ մի կաթիլ արժեքը այս օվկիանոսի մեջ իրանք ստեղծածներ դա վատա թե լավ է ու ամեն մեկի ընտանիքում միջավայրում ինչ որ բան շարժվեր թե չէր շարժվի կա մի հատ քաղաքական թիմ ով հենց այս պայի դրությամբ կարող է օրինակ Բանգլադեշում չհենվելով տեղական ինքնակառավարման մարմինների վրա դա զալ լցնի ընդդիմադիրներից լավ կա բարդ է ցավները տանեմ դժվար է սա էլ գիտենք մարդը կարող է գնահատի դա բայց տնից ալարի դուրս գա հասկանում եք այլ բախի sense բան ստանա արձագանք ստանա կամ կարող է եթե ինչ որ բան այն չի օրինակ եթե ինչ որ բան այն չի կարող է մտածածը ինքը դեռ խակա մի քիչ կարող է 1-2 հատ պիտի անենք առավել եւս որ այդ մի հատ արեցինք մենք էլ տեսանք որ մի երկու տեղ թերացել ենք ուշադիր չենք եղել ամբողջը չի որ հաշվարկել ենք մյուսին էլ ենք անելու երրորդին ավելի լավ այդ ձնագնդիկը մեծանալու է ստեղծագործական կազմը մեծանալու է ցուցադրվելիքը մեծանալու է խոսքով կայֆ ոտ բան իմ կարծիքով մեկը ես կուզեի արա վերցեք դուք արեք խնդրում եմ արա բայց լավ բան է ինքը ես ամեն չի ուզում եմ այդտեղ դառնամ ես իմովը փառք աստծու ես իմ բաժին հարգանքը գտալ իմ սաղ կյանքի ընթացքում հավաքել դրել եմ վրա արա բայց ես պատրաստ չեմ շերեփ դրանք ծախսելու հասկանում եք Հիմա դուրս եկեք զարմանում եք թե ինչի համայնքում տեղյակ են մեռանք ասելով այս հավատանում կառավարության նիստին դու ասում ես եթե մեկը պատրաստ է իր տնամերձ այգի մակրի մենք նրանց կտրամադրենք սերտիֆիկացված ծառ բանով այն կաթիլային ոռոգման համակարգով բանով արա գնում հաստում ես այդ գյուղ մարդկանց արդեն խապել համոզել են որ Նիկոլն ասում է ձեր այդ խաղողի բաղերը սա քանդեք հասկանում եք այսպես բաներից երբ որ խոսում ենք դուք գիտեք չափազանցում եք այն մարդը որ բանով դուրս եկել ձեր առաջ Սուի Գալյանին փոխացեցիք ինչի վրա եք զարմացել Զարմացել եք որ այդպեսի բան կա մարդը թուղթը ձեռները տունը չգիտեն ուրա ես ինչը չգիտեմ իսկապես զարմացել եք ապա ես ձեզ խնդրում եմ մի օր ձեր ուզած օրը ես էլ հրապարակային չեմ ասի ընդհանրապես մի հատ օր եկեք մեր հասարակական կազմակերպության գրասենյակ ստեղ դուրը թակող ամեն երկրորդը դատարանի թեմայով է ամեն երկրորդը անարդարության թեմայով է Ես իրավաբան չեմ, մեր հասարակական կազմակերպությունը իրավաբանական աջակցություն չի ցուցաբերում։ Մեր հասարակական կազմակերպությունը այլ գործունեություն է ցավալում, բան, հանրային վերահսկողություն եւ իրազեկում։ Բայց այս մարդկանց չես կարող ճամփես գնան։ Եթե ես ասում եմ հենց հիմա մի հատ պրոյեկտ մտա, եթե մի հատ մտածած կա, ֆինանսավորող լինի մի հատ պրոյեկտ, ես կարող օրը 24 ժամ հյուրեր ունենամ, քաղաքացիներ ունենամ, ամեն մեկը իր դատական խնդրով, ոչ թե խնդրով, որը դատարանում է, այլ դատական խնդրով։ Ով ամեն դուրը թակող երկրորդը երրորդը առնվազն տես թեմայով է ու նայում ես մեջը ցնդում ես դատավորը իր հետ ինքնիչ ով ոնց կարացել հակսրել է քաղաքացու կամ մարդը գնում է պետական դուր մի հատ հարցով այնտեղ այդ հարցը բանի տեղ չեն դնում ու խորհուրդ են տալիս գնալ դատարան այդ ինչ վարկագիծ է այդ դատարանը ամենավերջին տեղն է որ պետք է մարդը գնա եկել է պետական դուր ասում ես մա տես դուք չէ չենք տալիս բան ինչ անեք չես ուզում գնա դատարան Սա դարձել է նորմալ, սա մեր իրականության մեջ նորմալ։ Այնպես որ պարոն Փաշինյան դուք մի զարմացեք այդ բաների վրա։ Բայց որ ասեն դատա իրավ, ձեզ նա գալիս է պատմում են։ Բայց գիտեք ինչներ են կարել։ Չգիտեմ, տեսեք ստեղծում են գվարդիա, մեր դատարանների դատական բանի մեջ, չգիտեմ, ԲԴԽ-ն այսուհետ էսպես է աշխատում։ Դատավորներին ասված, ասենք, սենց բաներ են ձեզ զեկուցում։ Այս օրենքի կետը որ փոխենք ամեն ինչ կընկնի տեղը, այն մեկը որ սենց հարմարացնենք, սենց կլինի։ Ու դուք վստահաբար ասում եք, եթե տենց կլինի, դե վստահում եք, չէ՞ կառավարություն։ Վստահում եք, բայց այդ տես չի։ Գետնի վրա ոչ մի քաղաքացի իր ջանի վրա մինչև այսօր դատա իրավական համակարգի բարեփոխում չի նկատել։ Գուցե այնտեղ միլիարդներ են ծախսել, գուցե իսկապես շատ աշխատանք կա արվել, որը նկատելի չի բանա, բայց քաղաքացին պիտի իր մարմնի վրա զգա։ Տարական բան եմ ասում, 22 թվից մի հատ պատիվ արժանապատվության գործ ունեմ դատարանում։ 22 թվից հորս արեմ։ Հələ չգիտեմ ուր է այդ գործը հիմա։ Իսկապես չգիտեմ ինչ եղավ վերջը։ Նորմալ է դա։ Չպետք է ստեղներից չեն շարժվի։ Մինչև այսօր նա քննիչ պիտի իմ հետ կապվի։ Մի սպասում եմ, հորս արև սպասում եմ հələ։ Որ զանգեմ, կարող է նկարագրեմ ով եմ, տեղը չբերի, ինքն էլ է մոռացել երևի։ Տենց է լինում։
Պրավալա, այդտեղ պրավալա, ձեզ ինչ ասում են պրավալ, հա, այդտեղ սիրուն պատմելու են։ Սիրուն բաներ են պատմելու, բայց ինչ են անելու։ Որովհետև, չէ, ես չեմ ասում իրենք դիտավորյալ ձեզ խափելու են, ոչ, բացարձակ բնավ։ Իրանք էլ նախարար են։ Որովհետև ենթականներն էլ իրան են սիրուն բաներ պատմում։ Բայց մենք գետնի վրա լրիվ ուրիշ բան ունենք։ Լրիվ ուրիշ իրականություն է։ Ես շատ եմ խնդրում, կոչում եմ իրականության հետ, ես գիտեմ դուք փառք ասու, սիրում են ժողովրդի հետ շփվել, դուրս ու ներս անել, ես կողմ ենք մարկած մոտենալ, ամեն սա բարձր գնահատանքի արժանի, բայց այսպեսի բան կա, մարդիկ երբ որ ձեզ տեսնում են, մոռանում են անգամ, ասենք ինչ որտեղ, դե ինչ հարցով կուզեին դիմել, կամ գուցե դիմելու ձևը մի քիչ ճիշտ չլինի։ Բայց դա չի նշանակում, թե ամեն ինչ օքեյ է։ Երբ որ ասում էինք, դառնում էինք վատամարդը։ Երբ որ գալիս սիրուն բաներ են խոսում, հելնում ասում ենք, ես սենց չախպես, սենց է, դառնում ենք վատամարդ ախտեր այդ ամեն ինչի միջի։ Եկավ մի բան, քանի անգամ արդեն հրապարակային էլ այդ հայտարարությունը։ Արասել եմ, եթե հիմա ես դրեմ թուղթ գրիչով սոցիալ ազգանուններով անցնեմ, այսօրվա դրությամբ ես երևի կփեմ ավելի շատ շաբյունով կան դա աշտակների մեջ։ Իհարկե հումորով եմ դա ասել, բայց կներեք, չհասկացանք։ Ցանկություններ կանելու բաղ ոչ չի արվում։ Առաջարկներ չուներ, դեռ 18 թվականից մինչև հիմի ամեն երկրորդ բառը ձեր եղել է ոչ միայն բառը, ձեր տեսակն է այդպեսին, ես շատ լավ գիտեմ, պարոն Փաշինյան։ Ամեն երկրորդ բառը եղել է, որ ստեղծարար մարդիկ են պետք։ Ստեղծարար մարդիկ։ Ես խնդրում եմ, ինձ ցույց տվեք, որևիցե մարդու, բացի այն, գիտեք, բանը չէ, իր համար ստեղծարար չէ, բան, կադրեր, հա, պետական կադրեր, ովքեր ստեղծարար մոտեցմամբ են հանդես գալիս։ Ինձ խնդրում եմ, ցույց տվեք մի հատ պետական կադր, ով ստեղծարար մոտեցմամբ հանդես եկել։ Հələ լավ մի հատ քաղաքացու ցույց տվեք, ով ստեղծարար մոտեցմամբ հանդես եկել, պետության համացած շոնատ, ես իմ բան, շատ դժվար է գտնելու ցույց տալ։ Ամեն մեկը ոռով իր աթոռը գրկած նստած է։ Հա, անում են, որ ասում ես անում են։ Ասեմ, այդ համակարգային կոռուպցիան էլ չկա, կոռուպցիոն դեպքեր կան, դա արդեն հատուկ մարմիններ են, թող գնան իրենց զբաղվեն։ Էսա կա, բայց մաքսիմումը չի դրած։ Լավ, մեր պետության մեջ պետք է սենց լիներ։ Մի 3%-ը իր մաքսիմումով աշխատում է, 97%-ը ֆուլ կայֆով է տալու։ Հազար տեսակ առաջարկներ արվել, 1000 տեսակ քննարկումներ են ունեցել։ Չեք լսել, մեկ էլ այսօր դուրս եկել զարմացել եք։ Բա մարդը պիտի չի, որտեղից պիտի իմանա։ Իմ այդ մարդը ինչ մեղավոր է, որ չգիտի, որ իր գյուղում մանկապարտեզ է կառուցում, ով այդ դրա մեղավորը։ Բա որ ասում ենք, մեծա տերորի է ենթարկում քաղաքացին, բա ինչ նկատի ունենք։ Բացեք, ախր գոնե դուք լրագրող եք եղել։ Բացեք, տեսեք, վերջին 5 տարում մի այդ 5000 հատ կայքերից ու բաներից, հեռուստատեսություններից, որտեղ են մի հատ կատարած աշխատանք ցույց տվել։ Ասեմ ձեզ, մենակ որտեղ։ Շատ փոքր տոկոսը հանրային հեռուստատեսությամբ, ցույց տվել է փոքր, որովհետև իրանցներ ռեպորտաժ ժամանակա դրած լրատվական բլոկի վրա, չի, ասենք օրինակ, կես ժամ լուրերը չի կարա կես ժամում սաղաս։ Եթե ասի էլ օրվա լու թեմաները բաց կթողնի եւ այլն եւ այլն։ Մի հատ հարայինը տեղադրվել է հնարավոր է, չէ։ Տվյալ համայնքի պաշտոնական կայքում հնարավոր է տեղադրվել է, հնարավոր է չի տեղադրվել։ Այն էլ նշի, որ տվյալ համայնքի բոլոր բնակիչները այդ կայքում գրանցված են։ Կարող է նայես եկա համայնքը, պես գրանցված մի 35 հոգի է։ Ու վերջ։ Ճիշտ հակառակ գյուղապետերի 80%-ը լրիվ հակառակ սուտ բաներ են պատմում ժողովրդին։ Գնացել բանում սեսիանում այդքան գործը արվում էր։ Գնացել եմ մարդկանց հետ շփվում եմ, բաման, ասում եմ այսքան բան արել են, հələ ագիները, անում եմ որտան թուրքին, վրա զգում եմ որտեղից է քամին եկե մտե ուղեղը, տես պիտի մտածի մարդը, բայց ինչ ենք ասում, մենք այդ անդառնալիության կետը անցել եք, հիմի եթե ձեռներից մեջ ձված եղանեք տակ մարդիկ ուտեն, միևնույնն է ասել են աղը տեղը չէր, մի ալուն դնելու են, որովհետև մեծա տերորի են ենթարկում ես ժողովուրդը, ամեն աստծու ով ինչ ուզում խոսում է, ով ինչ ուզում անում է։ Ոչ մի պետական ռազմավարություն, ինչի մասին է խոսքը, քաղաքացու դաստիարակություն, քաղաքացուն դաստիարակող համակարգ, պրոյեկտներ, գոյություն ունեն, չունեն, դեռ տարակ, մի հատ սրպապիղծ կար, լավ էր բերանը որոշ ժամանակ փակվեց, պետության աշխատողները հելում են այդ ապուշին դանոց են տանում, կիսատ պրատ, ամեն մեկը իր ուզած ձևով, ասենք եթե մի հատ դերասան կա դուրս չի գալի, կարելի փողը ղրգեի, ինքը հելներ այդ դերասանի վրով լիքը բադմա խոսալ, հասկանում եք, այս է դարեն են դոգա ինչը։ Mən փողը ղրգում են, հելում քֆրտում էր ախպեր։ Հիմի այդ քֆրտոցից ինչ եք ուզում ծնվի։ Ասում են, ջես պաբոշնի էֆեկտներ ունենալու շուտ դեմր չառնեք։ Տեսա՞ք, որը տենց եղավ։ Այսօրվա դրությամբ երկու տղա իրար հելել ավտոբուսի մեջ են արդեն խփում ու այդ ինձ վռոձի նորմալ է։ Ես շատ գիտեմ
մեկը լակոտ մեկ կանոչ վրա է ձեռք բարձրացնում ու հետին սենց հա մարդու ազատ խոսքը արտահայտելու համար էլ ընտանիք են մտել էլ ինչ ասես անում ասում է բանա դե մեզ էլ են ասում դե կներեք դուք բան եք պաշտոնյա եք ասում են ձեր մի քիչ ուրիշ է պետք է ասեք իմանանք մեր մասով ինչը պիտի տենց լինի ոնց պետք է տենց լինի ոնց դեմ կանանք առնենք ոնց կանանք նենց անի օրինակ ես երկու անգամ եմ խաղմաս գնացել ես 5 տարվա մեջ ու գնացել եմ որովհետև խոսքը վերաբերվել է իմ ընտանիքի անդամներին կանոջս հեռախոսի վրա սպառնալիքներ էին գալիս փակ ֆեյք էջերից երեխեքիդ կմորթենք ես կանենք ես ու պիտի դիմեի ինչ ֆեյք էջեր են մեկը դեմքով չկա գնամ խփեմ եմ նստեմ իմ ծմա ինչ պիտի անեմ սա անբարոյականի զավակի պաստուկ կա հասկանում եք անբարոյականի զավակի հետ ոնց պիտի խոսես երկու անգամ Այսօր դրությամբ ինձ ես բանում, դե բաբոնց ես դուրս գալու ֆոֆը։ Նո այդ դրանք հեչ, ես էդի չի հարցը։ Բայց կներեք, պատական օրինակ չի ասում։ Հեքիաթ չենք օրինում, էլի։ Մինչև այսօր ման են գալիս այն խմբին, ովքեր որ գրել էին բալեկիդ կմորթենք, ու հələ պատասխան չկա։ Եթե հանկարծ այդ ամեն ինչը լուրջ էր լինում, իմի դուք պատկերացնում եք ինչ էր կա, որտեղ ենք ինչ ենք։ Չկա պատասխան։ Դու մի հատ չեն զանգել, ասեն, գիտեք ինչ, մենք հենց այդպես ուսումնասիրել չենք գտնում։ Գնում ես քաղմաս, ոնց է քաղմաս, հենց իմեն է քաղմաս։ Ոչ մի բարի փոխում չկա, հələ մի հատ մտեք քաղմաս։ Պարկետի ճորճռոջից մինչև սովետական կոնդիցիոներ սաղ կտենակ։ Ուզում եք ինձ ասեք, այդտեղ ներսում բան կարա փոխած լինի։ Ես մարդկանց առանձին վերցած մարդկանց աշխատակիցների անձնական մարդ տեսակի բնավորության գծերին բնականաբար չեմ անդրադառնում։ Ես դրան վերաբերում եմ որպես համակարգի։ Մեկ բջի թուլա, հանրապետականների բջի թուլա։ Հələ չգիտեմ, անցնենք արդեն այդ դաշտը չանցնենք։ Դեռ մի քիչ էլ ձգենք։ Ուրեմն աշխարհի մուտիկներն են էլի տարածում։ Ես պիտի հեսա գրեմ, Մարիամ Կիրակոսյան, ես չեմ սիրում բանանը, բայց պիտի ասեմ, այսպես մի հատ երևույթ, Մարիամ Կիրակոսյան։ Կպեի ախես փոք չի գալիս։ Աղջիկ ջան, ես ամուսնացած մարդ եմ։ Եթե քեզ միտեղ ինչ որ բան ես ուզեցել անեմ, բայց ես շանտեղ չեմ դրել, արի այդ քենը մի բան արա։ Ես 15։ Վերցրել է, մի հատ նյութ է կիսել իր էջում, գիտեք ինչ նյութ ժողովուրդ։ Ուրեմն մի քանի տարի առաջ այն զարդիր լայով եկել էին Բանգլադեշ։ Հենա ճամփեցի, սաղին։ Այդտեղից մի հատ հատված է դրել, հատված, որտեղ իբր ինձ սիգնալ են տալի բան են ասում, ու ես էլ հատաճառում եմ։ Դա արա, այս sense դու վախենալու ես դուրս գաս բան, սես բանը։ Հիմի, ու ընդեղ լիքա պորնեկա բարո երևույթներ, գրառումներ են արել։ Հիմի եթե ես սրանց հետևից գնամ, փրտիկ անեմ, ես հետում եմ փակվեմ։ Ես ոչ գողական մարդ եմ, ես ասեմ այդ տղա եմ, ես կամ հասկանում եք։ Սրանք էլ չեն կարող գողական, որովհետև չի կարող այդպես բան լինել։ Հիմի, եթե ես գամ ձեզ ասեմ, որ ասենք պետական դուր մի հատ գնամ, ասեմ սնչանակ ինչ անում, ինձ ասել են գնա դատարան։ Ես էլ ասում եմ, բարա 4 տարի մի հատ գործ կա այնտեղ։ Ու մեկ բջի թուլա, ընդ միտեղ գրել է, դե սրանք սիրում են, չէ՞ բան անել։ Գնացինք սրան տենալ, արեք ես չեն գա տենանք, դուք վազես խաղմաս բան։ Կամ սովա գրել է, մի օր ժամադրեցինք, ասեց եկեք գիշերը ժամը 2-ին շահումյան խաղմասին։ Մուտիլոկ է, հա, մուտիլոկ է, այսա։ Արմեն Խաչատուրի Պիպոյան, խնդրեմ։ Են քաչալ նա, այս կանի տեղով Պենյանին։ Այսպես մենք յետի մի վաստակ, յետի մի մոր կապուր դրի։ Այսպես խափողի մերով ասում հա։ Արա 3 տարի առնվազն 3 տարի, միջից ասած պիտուխներին այն որ նոր անդրադառնում է, հետո շանտեղ սկսել եմ չդնել ինչ ոպետ։ Արա ես վախտ եղել, հելել եմ դուրս, նկարել եմ իմ ապրելու հայաթը, արասել եմ սեղեմ ապրում, արա եթե ես մանեք գալիս տեղ կարակ գտնեք շա։ Քանի տարի եմ ձեզ ասել, արա ես եմ ձեզ մանեք, որի փորձել եմ գտնեմ, վազել եք կաղմաս։ Հենց իմի մուժի բանից, բաժնից, ձեր նման պիտուխ լակոտներ որ դեմից սենց են եղել, հետո գտել եմ, հակտերել եմ, վազել եք կաղմաս։ Երկու հատ գործ կավարես։ Չնայած ինչ որ բանից ասել եմ, ասել եմ ինձ յան տվեք արդեն։ Այսքան ասում եք ու դե ստենանք ու դենանք, ատենցիա չտեսանք իրար, ոչ մեկը այդպես կորած եմ ես էլ երևի, հա։ Բանը, ատենցիա չկարեցաք տենակ, ոնց որ թե։ Դե բայց դա ասել եմ դրա ամեն նման սարիկայի համար չեմ գնալու ես ինչ անեմ։ Սրանից հետո դավայ փախակ ստեղից։ Ինչ որ բան դուները չկա, են դուք են դատարան եք, դատարանով ձեր չկա տղավարել հարց ուծել, դուք ուր տաղելու։ Այսքան բան։
Ու այո, սրանց հետո այս տենց էլ լինելու է։ Մեկը այս մի քանի տարվա մեջ դու խարեց մոտիկանա մալացա, ելել մեր ծառի տալքից նկարել, հելել փախել, գրել տեսեք, եկել եմ գնել չկա, բայց ես արձանի դեմից, փողոցի վրից է։ Ես այնտեղ այգում եմ նստած եմ, այդպես։ Նստած սպասում ենք, հենում ենք, ֆռում ենք, իշտում ենք պուլպուլակից ջուր ենք խմում, հետ են գալիս էլի նստում ենք։ Դու մեզ այնտեղից գնաց եմ մտել նկարել, էլի թռել, լենակացի մի հատ ոչխարի զավակել դա։ Այսպես բաներ են տարածում, ես ախտիվ մեջ բերեցի ժողովրդան։ Նու հանկարծ չմտածեք ինձ զոյի կարգավիճակում եմ ներկայացնում, բացարձակ, պրոբլեմ չունեմ այդ մասում։ Հարցը դա չի։ Պրոստը այս sense բաներով, գրառումներով, բաներով, սա կփորձեն անընդհատ դարձյալ հարվածել ինձ ու իմ հեղինակցունա, իմ տեսակին, իմ ընտանիքին, որ աշխարհի մուտիտներով, ոնց մուտիլոշիկ սախ կյանքով եղել են, ոնց իրաց մաման իրաց մուտիլոշիկ ցարքել է, այտենց էլ մնացել են։ Խնդրում եմ ուշադրություն չդարձնեք ոչ մի բանի, սա հին ռազմավարությունն է, թազաձևերով իրանց ձևով փորձում են էլի նորից օգտագործել։ Ինչ ա եղել։ Ինչ պետք է անի Գուրգենը, ըստ որ իրավունք ունենա ընտրության։ Ինձ եք հարցնում Գուրգենը, այսքան ընտրության, Գուրգենն ով է։ Գնել ջան, գործնական քայլեր անենք մենք խոսելով ոչ մի Ռուզաննա ջան, 1000 կներես, 1000 կներես։ Ես մենակ խոսելը չի իմ մոտ եղել։ Ես 1 միլիարդ անգամ գործնական քայլեր եմ արել։ Ու ամեն անգամ ցավոք սրտի պատի եմ հանդիպել։ Ես երևի այն մի հատ մարդն եմ, այն մի օկին եմ, ով կարող քարի վրա չթողնի խոսքով ու ունենա այդ ամեն ինչի համար իր ապացույցները, որովհետև ջանից վրա զգալով ամեն քայլի հետևից գնացել եմ։ Հասկանում եք։ Ես գործնական քայլերի առաջարկներն եմ արել։ Կարող է իմ առաջարկները լավը չեն եղել, բայց այդ քայլերի շուրջ կարելի է մտածել։ Խորհել, միասին խոր, գիտեք ոնց է, մեկը թեման գցում է, մնացածը զարգացնում են միտքը։ Չէ՞։ Եթե մի հոգին կարա մի հատ այնպես բան ասի, որը անխոցելի է բոլոր կողմերից, ինքս շատ ճիշտ բան, ուրեմն այդ մի հոգին գենի է։ Չգիտեմ, ասում եմ։ Տեսեք, կարող է Գուրգեն, պիտի միանան Գուրգեն Սիմոն։ Նայ, Սերժ ջան, Սերժ Դանելյան, դու դեռ այստեղ ես, չէ՞ երևի։ Գրել ես արժանապատիվները պիտի միանան Գուրգեն Սիմոնյանին։ Գիտես, ես Գուրգեն Սիմոնյանի համար մասին չեմ կարող ոչինչ ասել։ Ես նրա քաղաքական գործունեությունը չեմ տեսել։ Իրեն տեսել եմ խոսելուց։ Ու վերջ։ Ընդ որում խոսելուց մի մասի հետ լրջորեն համաձայն չեմ եղել, բայց խոսել է նաև նենց բաներից, որոնք դուր են եկել, հետաքրքիր է եղել։ Հասկանու՞մ, բայց խոսելը մի բան է։ Խոսքից գործի մեջ ես իրան երբեք չեմ տեսել։ Երբեք։ Կարող է շատ լավն է, չգիտեմ։ Կարող է այնքան էլ լավ։ Բայց հետաքրքիր մտքեր ունի ամեն դեպքում, բայց եթե ու ես համաձայն եմ, որ օրինակ ինքը լինի ազգային ժողովում, ինչի՞ չէ, որ բավ լինի, Նարեկ Կարապետյանը լինի, բնականաբար չէ։ Բայց Սերժ ջան, խնդրում եմ, եթե դուք ուզում եք, որ, ասենք հիմա դու ստեղ Գուրգեն Սիմոնյանի գովազն ես անում, սա հասկանալի է, նորմալ է, ես ված չեմ վերաբերվում դա։ Բայց եթե ուզում եք այդպես լինի, սենց մի արտահայտվեք, արժանապատիվները պիտի միանան Գուրգեն։ Սա խոսույթ չի, սա վատ խոսույթ է։ Այսինքն մյուսների միացողները անարժանապատիվներն են։ Իսկ Գուրգենը արժանապատիվների համար ինչ արել, որ արժանապատիվները պիտի միանան։ Կարա շատ վատ տարընկալում ունենա։ Մի արեք տենց բաներ։ Մի արեք, ես սրտացավ եմ։ Ես սրտացավ եմ այնքանով, որ մի հատ հանրայինում մի քիչ նորմալ հարցազրույց ստացվեց, ինձ հետաքրքրեց։ Ամենայն դեպս հետաքրքրեց ավելի, քան ոչ ռուսական թևի ուժերը, մի 35 հատ, քան նրանք բոլորով իրար հետ վերցրած։ Հասկանում ես։ Իհարկե ոչ ավել, երբևէ ոչ ավել, քան օրինակ Հանրապետություն կուսակցությունը, որովհետև նրանց քաղաքական գործունեությունը ես տեսել եմ նաև, բացի խոսելը, նաև տեսել եմ գործունեությունը։ Տեսել եմ թե լավ է, թե վատ է, ես կարող եմ դնել նժարի վրա։ Քաղաքական ոչ մի ուժ չունի բացարձակ լավ կամ բացարձակ վատ բան, հա։ Քաղաքական ուժ։ Օրինակ դաշնակները քաղաքական չեն։ Սենց ասեմ։ Կամ Քոչարյանը քաղաքական չի։ Հա, քաղաքականության մեջ ապա մի ապի կարա, այդպես բանի պես պարազիտի պես մտել եմ մեջտեղ, ինչ անի։ Օրինակ Հանրապետության կուսակցությունը։ Ես տեսել եմ նրանց աշխատանքի մեջ։ Ես կարող եմ գնահատական տալ։ Այնքանով որքանով։ Մյուսը։ Բայց ես Գուրգեն Սիմոնյանին չեմ կարող դեռևս գնահատական տալ։ Իմ կարծիքով հասկանում ես, միտքը ինչի մասին է, եթե իհարկե դեռևս դիտում ես։ Լսի գնելիս Գուրգենը քանի տարեկան է, որ հասնել լինել քաղաքականության մեջ, որ լավ բան աներ կամ վատ։ Դե տարիքը կապ չունի, բան ջան։ Դե անցանք։ Տարիքը կապ չունի, որովհետև Հակոբյան ջան, տես ոնց է, ասենք նույն Նայրի Սարգսյանը օրինակ, հա։ Տես հիմա վիդեոներ է, չէ՞ տարածվում։ Հենց մի քանի տարեկան է, վստահաբար ինձ ջայլ է։ Եվ վստահաբար
ու տարածում է վիդեոներ, որտեղ որ ինքը եղել է անչափահաս։ Սա այսպես ինքը կավանում է հիմնավորի իր գաղափարական բանը։ Գուրգենի պարագայում, եթե դեռ քանի տարեկան չի, որ կարենա, չգիտեմ ինչեր ցույց տա, ապա ուրեմն ես կարող եմ մտածել, որ շատ ամբիցիոզ պրոյեկտ է բռնցրել, այսինքն չունենալով այդ տարիքը, այդ փորձը, այդ ամեն ինչը միանգամից կուսակցություն ստեղծել, լինել դրա նախագահը ու գնալու ասել, որ չէ, մենք հեսա ենք անում, ենք անում, ընդ որում կարա դա դրան խելամիտ գնահատականներ կամ ոչ ենքան խելամիտ, ամեն դեպքում ես չեմ բանը։ Սա է, թե չէ տարիքը պիտի տեսած լինենք ինչ կապ ունի տարիքը։ Ուրեմն այդ ամբիցիոզ բանի տակ թող չմտնի։ Կարա ինքը օրինակ, լավ, նա կարա միանա մեկ այլ ժողովրդավար ուժի, որպես քաղաքացի, քաղաքական գործիչ, ու տենց։ Ես երբ որ նոր, ասենք, այսօրվա դրությամբ ամեն բլոգեր ելել են որոշել է բանը, եթե իրան մի 10,000 հոգի նայած կա, ուրեմն ինքը արդեն բան, 6 մինուտ վարշապետ է, էլի։ Ասենք, ես երբ որ դուրս եի գալիս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, շատերը ասում են մտածում եմ, որ ես դուրս եմ եկել, որպեսզի կուսակցություն բացեմ, ինքս մտնեմ առանցին process-ի մեջ։ Ու ինձ այնքան զանգեր ա եղել, որ համաձայն են հետս լինեին բան, գային միանային, ասենք, լուրջ մարդիկ, ասես ես ցավի տանեմ, ես ոնց եմ պատկերացնում, ես իհարկե ես չեմ կարող նման բան անել։ Հնարավոր է երբևէ մեկ այլ ուժի միանալ, չգիտեմ։ Ես ասենք որ քաղաքացիական պայմանագիրի միացա, ես մինչև հետ եթե ինձ ասեին դու մի օր լինելու ես կուսակցական, ես կասեի դες բան չի կարա լինի։ Բայց կյանքը բերեց նրան եւ իր դարձությունները Հայաստանի Հանրապետությունում բերեցին նրան, որ ես եղա։ Բայց ինչ աշխատում ես իմի օգտվեմ նայից որ հա դե ինձ համարեցած ճանաչում բան ով էլ գիտի սա բացենք բան ասած ուրեմն այդ ամբիցիոզ քայլին գնալուց առաջ ես պիտի պատրաստ լինեմ շատ բաների չէ զգացի որ չէ շատ բաների պատրաստ չեմ կլինի լավ հետաքրքիր առաջարկ ինչ որ բանի շրջանատում միգուցե մտածենք դրա մասին չգիտեմ անգամ դրական կլինի պատասխանը թե բացասական մտածելուց հետո բայց կարելի է մտածել բայց որ գնալ այդ ճանապարհով վստահաբար չէ Ինստեղ մեկը մտել է բան զոմբիներից ազատություն հայկական երկրին համաձայն եմ Հարութ Աբրահամյան համաձայն եմ զոմբիներով ծաղի ուղեղը լցել եմ ձեր ուղեղը պլավկամիջի տեղ է աշխատում կարևոր բաները մնում է դրսում ջուրը լցվում է ներս նայ զոմբիներով հավաքում եք չամադան չունեք ասեք կտրամադրենք հավաքում եք սիրուն գնում եք ապուրջան մենք համաձայն ենք այո Հայաստան առանց զոմբիների ես Կոչ եմ անում, այդ ուղերձին միանում եմ։ Ոգի դե պետք է դնենք, գրենք, ինչ նշանակում զոմբի, ովքեր կարող են հավակնել զոմբի լինելու պատվավոր կոչմանը։ Ու կարող պարզվի, որ թե դու, թե մի խոսքով շատերը այդ ճամփին պիտի լինեք։ Մի խոսքով ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու համար, Քանի որ արդեն ոնց որ օրը փոխվեց, բոլոր կանանց շնորհավորում եմ մարտի 8-ի եւ գարնանային միամսյակի կապակցությամբ, եղեք միշտ գեղեցիկ, լավը, դրական լիցքերով հագեցած, իսկ կյանքը աշխարհը պետք է որ մենք մի փոքր աշխատենք, որպեսզի ավելի գունեղ ու գեղեցիկ դարձնենք ձեզ համար։ Շնորհավորում եմ ձեր գարունը, շնորհավորում եմ ձեր գարնանային տոները, միամսյակը, հենց կոնկրետ շնորհավորում եմ մարտի 8-ը։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն շատ լավ լինելու հետ չմտածեք։ Բարի գիշեր ձեզ։